հերթով կասեմ այն բոլոր սկզբունքները, որոնց մասին նոր ասացի, հա, նոր գաղափարներ։ Ղարաբաղյան շարժումը դա նոր գաղափար էր, որը համախմբեց մարդկանց, բայց ոչ միայն այդ գաղափարը, նաև ձևը, հանրահավաքներ, հա, ազատության հրապարակում, որ այդ ժամանակ օպերային հրապարակ է, բացարձակապես նոր ձև, ինչ որ այդ երկրում, փակ երկրում, նաև ինչ որ պաստառներ, ազատ խոսք մարդկանց, վերաքննված խոսք, դերակատարներ, խարիզմատիկ կերպարներ։ Ես հիմա կարող եմ անուններով ասել Լևոն Տեր-Պետրոսյան, Աշոտ Մանուչարյան, Ռաֆայել Ղազարյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան արտակարգ հետաքրքիր կերպարներ էին, որոնք վարում էին այդ ամեն մեկը իր ձևով։ Եվ նաև հանրության համար անկալելի զգացմունքային թատերական ամենաճիշտ մոտեցումը հրապարակում դու պետք է մարդկանց սիրտը գրավես, հոգին գրավես, միտքը հետո կսկսի աշխատել, բայց եթե դու քո ելույթները արձագանք չգտան սրտի մեջ, միտքը երբեք արձագանք չի գտա։ Այսինքն սկզբից ազդել էմոցիոնալ կերպով, հետո իհարկե։ Եվ նայեք այդ երևույթից հետո բազմաթիվ էլի շարժումներ ընդդիմության կողմից, որոնք փորձում էին կրկնել նույն ձևը, չստացվեց։ Ոչ մեկը նույնն էին անում։ Ժամանակ անցավ, պետք էին նոր գաղափարներ, հաճախակի մեր ընդդիմությունը բերում էր 5 գաղափարներ, եւ մինչեւ հիմա հաճախակի այդպես է կրկնվում եւ ասում ենք, բայց մենք տալիս ենք ազգային գաղափար, բայց դուք 5 գաղափարներ եք բերում, 5-ը չի կարող լինել ազգային։ Ազգայինը նա է, որ առաջընթաց ունի իր մեջ, որը որակ ունի իր մեջ։ Կատարելագործվել է։ Իհարկե, որտեվ ազգն էլ է փոխվում, աշխարհն էլ է փոխվում, խնդիրներն են փոխվում, շրջապատը է փոխվում, ամեն ինչ փոխվում է, դու փորձում ես ասել, ես այս փոփոխությունները չեմ նկատում, ես ուզում եմ մնամ այնտեղ 100 տարի հետ, 100 տարի առաջ ոչ ոք չկա, ոչ ոք այլևս չկա։ Եվ այսպես տարիներ շարունակ ամեն մի ընտրություններից հետո փորձում էին կրկնել կարծես թե այն 88 թվականի ձևերը, ոչ մի չէր ստացվում։ Եկավ 2018 թվականը։ Եկան նոր գաղափարներ, հա, ժողովրդավարություն, հավասարություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն, եկավ նոր ձևը։ Այդ շարժումը, հա, ոչ թե միտեղ հավաքվել, այլ փողոցներով ման գալ, այստեղ փակել, այստեղ բացել, բացարձակապես նոր անծանոթ ձև եւ շատ հետաքրքիր։ Չկրկնված։ Եղավ նոր խարիզմատիկ լիդեր եկավ, որը հրապուրիչ էր առաջին հերթով իր խարիզմայով, կարողանում էր գտնել այդ կոնտակտը մարդկանց հետ, առաջին հերթին զգացմունքային, եւ ձեզնից մեկն եմ ասում էր նա, ես ձեր հետ միասին եմ ման գալիս, ես ձեր հետ միասին տուժում եմ, ես ձեր հետ միասին մրսում եմ, ես ձեր հետ միասին ծառավ եմ եւ այլն։ Եվ հրապուրեց հետո փորձեցին էլի կրկնել նույն ձևը։ Հիշեք Բագրատ Սրբազանի շարժում, հա, էլի փողոցով ման գալ կամ դրանից առաջ չաշխատեց։ Նոր ձև են պետք, նոր գաղափարներ են պետք, նոր լիդերներ, խարիզմատիկ տաղանդավոր մարդիկ են պետք, եթե դուք ուզում եք իսկապես որ լինի հանրության արձագանք։